Բարի երեկո բոլորին, կրկին եթերում դեմ առ դեմն է։ Մենք շարունակելու ենք խոսել հայ հայտնիների ներկայի, անցյալի, ապագայի մասին եւ այդ առումով իր մեծ ներդրումն է ունենում լավագույն պայծառատես ճանաչված Անի Գրիգորյանը։ Ողջույն Անի։ Ողջույն Անահիտ։ Սա մեր հերթական թողարկումն է, որի շրջանակներում բացահայտելու ենք շատ խորհրդավոր մի անձնավորության։ Ես, ովքեր որ առաջին անգամ են դիտում հաղորդումը, ներկայացնեմ շատ կարճ տարբերակով հաղորդման ձևաչափը։ Մենք ունենք թաքնված հյուր, ով մեզ նախապես տրամադրել է իր իրը։ Թաքնված հյուրի մասին գիտեմ միայն ես եւ իրը տեսել եմ միայն ես։ Ադմինիստրատորը Անին տրամադրում է իրը եւ մեր Անի Գրիգորյանը փորձում է հասկանալ, թե ում մասին է խոսքը, խոսում են նրա ներկայի, անցյալի եւ առհասարակ իր մասին։ Դե ինչ խնդրեմ ադմինիստրատորին Անի Գրիգորյանին տրամադրի մեր հայտնի հյուրի իրը։ Շատ տարբերվող իր է տրամադրել։ Քաչալի։ Վախ։ Ինչ վատայք։ Վախ սիրտս լավ չի։ Հələ կամած եմ հայրում։ Սիրտս դավից փոխվում է։ Խոխեն հայրը։ Խոխեն։ Ասեննակից տեսոր ինչ կա, փոխեմ, գիտնիկ եթե կա։ Հավելեմ, որ մենք մեր տաղավարը գտնվում է այնպիսի վայրում, որտեղ երեխաներ լինում են եւ սենյակներից մեկում, այո, կան տիկնիկներ։ Ինչ տեսար Անի, ինչ առողջական լուրջ խնդիր սրտի հետ կապված։ Հələ թողում է ձերքից։ Թող տիկնիկը պահի իր ձեռքերի մեջ մի երկրով է ու վերադարձի։ Սա այն տիկնիկն է, որը մենք վերցնում ենք կողքի սենյակից։ Հետաքրքիր է, որ ես նույնպես տիկնիկներ շատ եմ սիրում, այդ թվում նաև պինգվիններ ու երկար ժամանակ մեծ տարիքում էր ունեի տիկնիկ, որի հետ միշտ ինքը իմ ամբողջի մեջ էր։ Ու նույնը տեսա այս հյուրի հետ կապված, ուղղակի շատ լուրջ վիրահատություն, սրտի խնդիր, որ շունչս իմ սիրտը երբեք այսքան չի արագ փափախել, որ ես խեղդվեմ։ Այսինքն ես ճիշտ եմ հասկանում, այդ տիկնիկը լինելով նրա հետ նույն անկողնում, իր վրա էր վերցրել այդ էներգիան։ Ոչ թե իր վրա է վերցրել, ես այդպես տեսա ու զգացի։ Մեկ այլ ուրիշ մեկը չի կարող այդ տիկնիկով հասկանալ։ Խնդրեմ այն տիկնիկը, որը մի քանի րոպե մեր թաքնված հյուրի ձեռքերում էր։ Ան, դե ճորիկ։ Ես ինչ չգիտեմ, դե պաչիկ արե տիկնիկին։ Начальник։ Հյուրը կին է, հայտնի անձնավորություն, ֆիլմերում նկարվող, դերասանուհի է, բայց շատ երիտասարդ չի, ծերե չի, բավականին լուրջ առողջական խնդիր ունի, գիտեք, ու պետք է ես իրա վրա չղայնանամ, անկախ ամեն ինչից ընդունում է, թե չի ընդունում, սրդի վիրահատություն ունեցող մարդը ոնց կարա չխնայի իրան ծխի։ Ուզում եմ հասկանամ, այդ ինչ ես ծխում, կյանքը քո համար այդքան վատնա, ասենք չգիտես, որ մամատ քեզ շատ է սիրում, ու դու պատկերացնում ես, որ Աստված ջանի քեզ մի բան լինի, քո մաման կքշվի։ Իրա ու մոր միջև յուրահատուկ կապ կա, այն որ ոնց որ անբաժան մասնիկը իր կյանքի լինի։ Եթե ինքը մի տեղ քնում է, իր մաման անընդհատ ժամացույցին է նայում, թե իր աղջիկը երբ պետք է գա։ Ինքը այնպես չի, որ ասենք 18-20 տարեկան է։ Ուղղակի մերը շատ է սիրում իր երեխին, լացում է իր աղջիկա համար։ Այսինքն չի անհանգստանում ուշ ժամի։ Ոչ թե չի անհանգստանում, շատ լավ ծնող է միշտ եղել իր երեխու համար, բայց պետք է ասեմ, որ ինքը շատ բարի հոգի ունի այս տվյալ դերասանուհին, բայց մարմնով ես իրան մի քիչ լիքոդ եմ տեսնում, մի քիչ չէ բավականին, ու այս իր լիքը լինելը նաև իր առողջականի հետ շատ կապ ունի։ Իրան ներկապահին ես կողակից չեմ տեսնում։
ունեցել է ժամանակին, մարդիկ եղել են, ովքեր իրան շատ են սիրել։ Գիտեք ինքը ինչի է տիկնիկի հետ քնում, այսինքն ուրիշ ձև չհասկանաք, սիրում է տիկնիկներ, որովհետև իր կյանքում չկա այն երեխա հասկացողությունը, հասկանում ես, իրանից ինչ որ երեխա է ծնվել մահացել ու ինքը շատ վատահող չի եղել ու բժիշկները կտրականապես արգելել են իրան մայրանը։ Ինքը ցույց է տալիս, որ ինքը սենց պոևիկ, դուխող, բայց սուտ է, ինքը շատ լավ հոգի ունի, շատ այդ իր մարմնի մեջ, ոնց որ մենք քյումրեցիքս ենք ասում, ջան ու չանդակի մեջ, շատ փխշուն լավ հոգի կա, գիտես, իրանց ընտանիքը անիծվածների ընտանիք է, հասկանում ես, իրանց այնց պորչա են արել, որ իրանց տան ժողովուրդը չամուսնանան, եթե ամուսնանան են, մի քանի անգամներ ամուսնանան, հիվանդ լինեն, իր մաման բավականին առողջական լուրջ խնդիրներ ունի, այն խնդիրը, որ ինքը ունի, դրանից զատ իր մաման այդ խնդիրներ ունի։ Թող ասացիցս չվիրավորվի, բայց ներկապահին ես իրեն ֆինանսապես կայացած մարդ չեմ տեսնում, ժամանակին ինքը բոլորին օգնել է, հասել է, մի հատ սենց տարօրինակ բան, իր մեջ ես տեսնում եմ, իր աչքերի մեջ տեսնում եմ հումորային վիճակ, բայց դա ըստ ինձ, դերերի մեջ է, իրականում շատ թախծոտ տխուր աչքերով կին եմ տեսնում ես իրան, բայց պետք է ասեմ, որ ինքը զգուշ մնա, իր առողջականին հետևի, որովհետև նորից պետք է կա այնպիսի մի բան, որ սրտի հետ կապված խնդիր ունենա, եթե ինքը այս տեմպերով շարունակի, ինքը իր մասին բացարձակ չի մտածում։ Չգիտեմ, կամ ինչի անընդհատ այդ ականջիս մեջ, դες մնացած հյուրերի ժամանակ չկար սենց բան, անընդհատ ականջիս մեջ այնպիսի ձայն է, ոնց որ իմ բարբարով մեկը խոսում է, չեմ հասկանում, Շիրակի դաշտավայրից է, այն որ ասում են ախր քալակից է, թե Գյումրեցի է, անընդհատ իմ բարբարի նման բարբար է, բայց պետք է ասեմ, որ ինքը, որ մի քիչ առողջականին հետևի, շատ յուրահատուկ լավ ապագա է իրեն սպասվում, շատ յուրահատուկ, թե գործնական առումով, ինքը մի հատ հրավերք է ստանալու մոտ ապագայում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Ուղղակի ինքը իր մամայի համար չպետք է քնա, կգա ժամանակ, երբ ինքը կքնա ու շատ մեծ փառքի կհասնի, ինքը ունի արդեն այդ մեծ փառքն ու անունը, պատիվը, ուղղակի ինքը դերացական է նայում կյանքին, իրան, հասկանում ես, իրան թվում է ամեն ինչ սենց փակված է, վերջացած է, չի կարելի տենց, ես շատ մեծ փառք եմ իրան տեսնում ու շատ բարի լավ ազնվորություն է, ինքը բոլորին է ուրախացնում, բայց իրեն ոչ մեկ չի ուրախացնի։ Հանի ես ինչպես միշտ պետք է հավելեմ, որ ձեր հեռատեսությունը չի սխալվում, երբ նշեցիք բարբարի մասին, այո դուք շատ մոտ եք, նա գյումրեցի է, և ես ուզում եմ բացել փակագծերն ու տաղավար հրավիրել հայտնի դերասանուհի Նարինե Ոսկանյանին, ով շատերին հայտնի է որպես Պաուզա Անո։ Ողջույն Նարինե, շնորհակալ եմ, որ ընդունել եք մեր այս տարբերվող հաղորդմանը մասնակցելու հրավերը։ Ես էլ եմ շնորհակալ։ Ուզում եմ խոսել զգացողությունների մասին, ինչ զգացողություններ ունեցաք, երբ անին ձեր տիկնիկի շնորհիվ կարողացա որոշակի մանրամասներ պատմել ձեր մասին։ Ճիշտն ասած, ես երբեք չեմ հավատաց այսպես բաներին, հուշագներին, էքստրասենսերին, երբեք չեմ հավատացի, բայց որ անին սկսեց խոսալ զարմացա։ Անին պայծառատես է։ Շատ զարմացա, հա։ Ով զարմացա, որ ինքը սաղ ճիշտ է, ու կսեմ այ բալամ, ես եմ հիվանդ, դու ինչի վադծար։ Իրականում անի ինչ տեղի ունեցավ այդ պահին։ Ահա որ սիրտս արագ խփեց, ձեռքերս սկսեց թողալ, ես չունեմ առհասարակ սրտի խնդիր, առողջական խնդիր ունեմ, բայց սրտի հետ կապված չունեմ, ու ես հասկացա, որ սիրտս տրափում է, ու որը ինձ ինֆարկտը կխփի։ Այսինքն այն ինչ կատարվում է Նարինեի ներսում, ինչ կատարվել էր, այդ ես արդեն զգացի։ իսկ ինչ էր կատարվել։ Թե ցավ չմանրամասնենք, լավ։
Ամբողջ աշխարհը գիտի էլի նորից ասի։ Խոսքը վիրահատություն ասին է։ Միայն առողջական խնդրի մասին։ Ոչ միայն առողջական, այլ հոգեպես ցավն ավելի փետարցավ է, քան առողջական ցավը։ Ճիշտ ես անում։ Շատ ճիշտ ես։ Նայնե, Անին իր խոսքի ընթացքում ասաց, որ դուք ուրախացնում եք շատերին, բայց իրականում դուք թախծոտ աչքեր ունեք ու ձեզ ոչ ոք չի կարողանում ուրախացնել։ Ճիշտ է ասում Անին։ Չկա այն ուժը, չկա այն ուժը, որ քայլում է ձեր կողքով եւ որոշակի առումով ձեր սրտին էլ է ուրախություն տալիս։ Չէ, ես հոգուս խորքում միշտ տխուր եմ, միշտ։ Չնայած այդ հեշմարտ չի դե, որտեղ ես ցույց չեմ տա։ Ես չեմ սիրում խնդիրներս թափիկը մարդկանց կողքիններից վրա, ինչքան էլ տրամադրություն չունենամ, եթե դու մարդ կա կամ հյուր կա, անգեր կա, ես երբեք ցույց չեմ տա։ Ես խնդամ։ Հա, իհարկե դիմել եմ բոլոր ռեժիսորներին նաև, կոչ եմ արել բոլորս հաղորդումներով, որ ես դրամատիկ դեր կարող եմ խաղամ։ Փառք Աստծո, ես վերջերս Լեհաստանից մի տարի առաջ շատ ջահել ռեժիսոր եկավ, երջանկայի շադակ Լորենց Արուշանյանի թոռը, Գոր Արուշանյանը, ինքը անխոս դրամա նկարեց կարճամետրաժ, որում խաղում էինք ես ու Լեռնիկ Հարությունյանը։ Ու այդ ֆիլմը այս տարի Ծիրանի փառատոնը շահեց։ Ես ապացուցեցի, որ ես էլ կարամ։ Այո, դուք բավականին ուժեղ եք եւ միևնույն ժամանակ, ինչպես քիչ առաջ Անին նշեց, բավականին խոցելի։ Շատ խոցելի, շատ։ Ես կարամ ամենաթեթև բանից ազդվիմ լաձեղնի։ Շատ խոցելի եմ, ճիշտ ասած Անին, որը շատ քչերը գիտեն, շատ քչերը։ Իսկ ո՞րն է ամենախոցելի անկյունը ձեր սրտում։ Պապայիս կարոտը, որ ինքը հերո է, ես միշտ իրա կողքը չեմ, ինքը հիվանդ է, ես չեմ կարող իրան տիրություն ունենեմ, փառք Աստծո, չնայած ինքը հրաշքին ունի, որը իրան շատ է տիրություն անում, բայց ես ինձ բաց զավակ եմ զգում, որտեղ իմ մամաս էլ է հիվանդ, չքայլող հիվանդ է իմ մամաս, ես հազիվ մամայիս եմ կարողանում տիրություն անեմ, պապաս Գյումրի է, ես շատ ուշուշ եմ գնում, ու միշտ իմ մեջ պապայիս կարոտն է եղել, իմ ամենաթախծոտ անգյունը, որ ես չեմ կրնա իրան շուշուտ տեսնել, ես չեմ կրնա իրան ինչ-որ բանով օգտակար եղնել, ինչ-որ բան առնել գնալ տեսնելը, դա օգտակար եղնել չէ։ Օգտակարն է, որ դու ծնողիդ կարողանաս պահես, շահես, բայց ես այսօրվա օրը մամայիս էլ թամամ չեմ կարող պահեմ, խնդրեմ աղջիկը հետս է միշտ տեսել եք, մենք վարձատրում ենք, որ մամայիս պահեն, որովհետև ես ուժ չունեմ, որ իրան գրգեմ տնեմ այս կողմ տնեմ այն կողմ, ինքը չքայլող է։ Ու միշտ իմ ամենաթախծոտ անկյունս պապաս է եղել, իմ պապայիս կարոտը։ Ես մամայիս շատ եմ սիրում, ոչ մեկ իրա տեղը չի կրնա բռնե, բայց պապաս էլ ինձ համար ուրիշ աշխարհ է։ Նայնե, բայց այս պարագայում միայն դա է, որ դուք ինքներ ձեզ մեղադրում եք որոշակի առումով, բայց եթե նայում եք մետաղի հակառակ կողմին, դուք եւս ունեք օգնության կարիք։ Հա, դե ես էլ ունեմ օգնության կարիք, բայց Եվ կարծես թե բաժանվել եք, եղբայրը հայրիկի մոտ։ Եղբայրը հեշմարթու մոտ է, չէ, եղբայրը երեխավախտ է հայրիկի մոտ եղել։ Եղբայրս առանձին է ապրում, հայրս ու Իրակին առանձին են, դե ես ու մամաս էլ Երևան ենք։ Էլի եմ կրկնում, բախտս բերել է, որ հերս շատ լավ կին ունի, որ իմ բաբայ շատ լավ կնայ, Աստծո շնորհակալ եմ, թող այդ կնոջը Աստված միշտ առողջություն տա, որ ինքը բաբայիս կողքն է։ Նայնե Անին իր խոսքում խոսելով տիկնիկների եւ տիկնիկների հանդեպ ունեցած սիրո մասին նշեց, որ անի չեմ հիշում գլոբալ նշեցիք, որ տիկնիկները պահում են իրենց կողքային մարդիկ, ովքեր երեխայի պակաս ունեն։ Ոչ մենակ երեխայի պակաս, այս կյանքում այն որ ծնողի մեկի պակաս, այն ինչի պակաս դու ունես, դու չես կարող հանրային դարձնես, եթե դու հանրային դես։ Դու տիկնիկին ես քու քաղաքները գիշերը պատմում, ու գիտեք հետաքրքիրը որն է, որ դու գեղեցիկ տիկնիկներ երբեք չես ընտրում, որ
գիշերը քու կողքը տնես։ Ես ինքս ունեի տիկնիկ, որ երկար ժամանակ իմ կողքս էր, այսպես ճակատը ձևած, էլի աչքի մեկը չկար, ու մայրս ասում էր կթափեմ ամոթե, ասում էի ձեռք չտաս, հանկարծ ձեռք չտաս։ Դու ինչի պակասոր ունես, դու այդ տիկնիկի մեջ ես ուզում գտնես ու լրացնես։ Իսկ այն մարդիկ, ովքեր տիկնիկի աչքերում ուրիշ աշխարհ են տեսնում, իրանք յուրահատուկ մարդիկ են։ Ես մենակ տիկնիկի չեմ ապրում խաղալ։ Ես էլ շատ Այս առումով դու կհասկանաք իրար։ Իմ կրավատս մեծ է, ես մենակ քնիմ, իմ սաղծոցս խաղալ։ Մինչև ամուսնանալ ես, մի ամբողջ նաշճան, մի ամբողջ սենյակ, այսպես պինգվիններն էր, որ ամուսին սերնոգրեր։ Հիմա նորից սենյակ եմ հատկացրել իրանց ու ես զարմանում եմ, որ կան մարդիկ ասում են, ես տիկնիկ փոքր ժամանակ չեմ խաղացել ու մնաց մեծ, ես էլ չեմ հասկանում։ Ես մի մոմենտ շատ մեծ սենյակ ունեի հինտանս ու այդ սենյակը ամբողջը խաղալիքներ էր, մեծ, փոքր, ավելի փոքր, շատ մեծ, որ շաքարային դիաբետը սկսվավ, ես առաջի անգամ հիվանդանոց պարգատուն եկա, չգիտեմ ինչի այդ խաղալիքները վրես ազդեցին, ես դծեցի գազել այդ խաղալիքները ու տարա տվեցի մանգատանը, նորքի մանգատանը։ Ինչ է ապրել այդ պահինս ձեզ։ Գիտեմ, վրես ազդեցին այդ խաղալիքները։ Ստրեսային վիճակ է։ Հասկացա, որ մեծացել եմ, ելիշ խաղալիք։ Ստրեսային վիճակ է։ Բայց հիմա էլի ունեմ խաղալիքներն ես չէ որ չունեմ։ Պրոստը այդ ընթացքը ես մաքրեցի բոլորս խաղալիքներից։ Բայց նորից հավաքեցիր խաղալիք։ Հա, հիմա ունեմ, բայց քիչ այդքան չէ։ Ձեր խոսքում նշեցիք, որ այո, խոսում եք խաղալիքների հետ, տիկնիկի հետ, հատկապես Քաչալիկի, որը այնտեղ է։ Ինչ եք խոսում։ Ինչ կարելի է ասել, ինչ ասել, այդ որ ասիր հանրությանը կասեր, Քաչալիկի հետ չէր խոսում։ Սիրում եմ խաղալիքին, ո՞նց ես մնում ճոնիկի, տեսուր տխուր ես, ինչ ես տխուր, կամ ես խոսում եմ էլի։ Տարտուցավն եք պատմում։ Կիսվում է։ Որովհետև Քաչալիկը ոչ մեկի չի պատմի։ Որովհետև Քաչալիկը ոչ մեկի չի պատմի, ճիշտ է։ Իսկ ունեցել եք նման դաժան փորձ, որի հիման վրա հասկացել եք, որ չպետք է վստահել։ Դաժան փորձ չէ, դաժան փորձեր։ Մարդը կյանքի ընթացքում մի փորձ չի ունենում, շատ փորձեր է ունենում։ Շատ դավաճանություններ է տեսնում։ Ու այդ սաղ տեսել եմ, ես տեսե անցել եմ։ Ու չեք չարացել։ Չէ, ես չար չեմ կրնայրնի։ Ես ագրեսիա չկա իմ մեջս։ 1-1000-ից 1։ Ես չար չեմ կրնայրնի։ Ես դաժե կարող է սենց կադաղեմ, կռվիմ, ճվամ, փորամ կենտանի ապացույցը հետս է։ Բայց 5 րոպե հետո ոնց որ այդ մարդը չէ, որ գորգրայգը, ճվայգը տարել կատվի գեդին։ 5 րոպե հետո այդ սաղ կանցնի։ Եթե հրաժարվում եմ մեկից, նավսիկդա հրաժարվում եմ, ելիշ խրով պահել, կսեմ, թավա էլ չերևաց տեղանքը։ Անին էլ քիչ առաջ նշեց, որ դուք ավելի փարթամ մարմին ունեք, բայց այդ փարթամ մարմնի մեջ ունեք շատ նուրբ հոգի։ Հա, ճիշտ նշեց։ Ես ուզում եմ մի այսպիսի հարց տալ։ Եթե հնարավորություն ունենայիք ձեզ հետ, ինքներդ ձեզ հետ խոսեիք այն ժամանակ, երբ 20 տարեկան էիք, հիմա այս տարիքում ինչ կասեիք ձեզ։ Շատ բան կասեի։ Չեմ հանդրասում, շատ բան կասեի։ Հումորային դերասանուհու դեպրեսիոն հոգեվիճակի մասին եմ ուզում խոսեք։ Ես նորից ասեմ, որ այն մարդը, ով հումորային գերեր է խաղում, ուրեմն ինքը այնքան ուժեղ մարդ է ու այնքան իր մեջ ցավ կա, որ ինքը այդ ցավը հումորի տեսքով է ներկայացնում ու յուրաքանչյուր հումորային դերասանուհի ինքը ամենաուժեղ տաղանդավոր մարդն է։ Թող այսպես չհնչի, թե ես իմ Գյումրեցուն կողում եմ, դե բոլորս գիտենք, որ Դով ինչ պիտենես, քոնը դիկով լավ դերասանը Գյումրեցի է, լավ ծանրաբարտիկը Գյումրեցի է, լավ գրողը Գյումրեցի է, լավ պայծառատեսը հավասար նշեցինք դա։ Մի բառ ասա։ Մենք այս աշխարհին տվել ենք Ֆրունզիկ Մկրտչյան։ Յուրի Վարդանյանը։ Ես կասեի Ֆրունզիկ Մկրտչյան։ Ես սկսեցի նախանձել, որ ես Գյումրեցի չեմ։ Այսօր Արտուր Ալեքսանյան ունենք մենք։ Նարինե, ուզում եմ հարցնել վերջին անգամ երբ եք զգացել ճակատագրի ձեռքը։ Այսինքն կոնկրետ պահի երբ եք հասկացել, որ այս իրադարձությունը, որը որ կատարվեց ձեր կյանքում, դա իրոք ճակատագիր է։ Սերտիս վիրահատությունը։ Ճակատագիր էր, բդեեղնիշ։ Ես շատ թեթև տարա,
Իսկ դաժե բժիշկը ասում էր դու գնաս տուն կմեռնես։ Ասի հա, լավ, մնամ։ Անում ես հենց հիմա օպերացիա, վաղը քեզ փողը հասցնեն։ Բայց չէ, իրավունք չունիմ, ասի, բա մնամ ստեղ մեռնիմ։ Նա թողեստամ տունը մեռնիմ։ Գումարը իմ հանդիսատեսն է հավաքել, ես ձեզ ասեմ, դες բան չի եղել։ Մի սուտկա ընթացքում, 24 ժամվա ընթացքում ես դիմել եմ հանրությանը վիդեոյով, որ ես հիվանդ եմ, ինձ 3 միլիոն փող է պետք օպերացիայի համար։ Ու ինձ օգնության ձեռք են մեկնել առաջինը, ամենաառաջինը Ռուբեն Հայրապետյանը, երկրորդը Թերմենջան եղբայրներ Ամերիկայից, ոչ Ռուբեն Հայրապետյանին եմ ճանաչում, հա, տենց տելևիզորով ճանաչում եմ, այդ մարդկանց բաբշե ոչ տեսել եմ, ոչ լսել եմ, ոչ էլ իրանք ինձ հետ կապի են հելել։ Ամենախոշոր գումարը տվել են իրանք, Ռուբեն Հայրապետյանն ու այդ մարդիկ, իսկ մնացած գումարը հավաքել է իմ հանդիսատեսը, չնայած իրանք էլ են իմ հանդիսատեսը, տարբերություն չկա, երեխեք են եղել, որ 500 դրամ իրանց ուտելու դպրոցի փողը փոխանցել են ինձ։ Տատիկներ էին զանգում, լացում էին Մարտունուց, Շարմշադինից, լացում էին, թե մենք մեր թոշակը փոխանցում ենք, մենակ դու չմեռնես, դու ապրես։ Այդ այնքան բան էր, երեխեք, ես դաժե մի օր ասեցի, երեխեք վատ բան եմ ասում, բայց արժեր հիվտնալ, որ հասկանալ այսքան սիրված ես։ Դա է ուզում ասել, հպարտության, զգացողության մասին։ Իհարկե, մի սուտկի ընթացքում հավաքվել է 9 միլիոն փող։ Հավաքվել է 9 միլիոն փող, որը գնացել էին վիրահատությանը, հետո աչքերի վիրահատությանը, այդ ամբողջ այդ վիրահատական թանկ տեղերին, եւ ընթացքում ես հիվանդ երեխեք են եղել, անանք ընտանի վրա հիվանդ երեխեք են եղել, մայրերը դիմել են ինձ, ես չեմ ուզեցել նկարեմ, դա հանրայնացնեմ, գնացել եմ ում ոնց կարողացել եմ օգնել եմ, ում ոնց կարողացել եմ հիվանդ երեխայի մայրին զանգել է այդ ընթացքում, ես վրաս հասել եմ։ Որովհետև հասկացել եք, թե ինչ է։ Որովհետև մարդիկ տվել են, որ ես ապրեմ, չէ, օրինակ Ռուբեն Հայրապետյանը կոնկրետ, ասենք իրան եմ շատ ճանաչում, տվել են, որ ես ապրեմ, բայց իմ ձեռը մնացել է, ես չտամ, որ ուրիշն է ապրի, այն է երեխա, ես չէի կարող այդպիսի բան անել, ուղղակի ես չուզեցա որ նկարել հանրայնացնել, ես ինչի համար, ես իմ հոգու պարտքն եմ մերը, ինչի համար նկարեի հանրայնացնեի։ Միշտ ես որ խոսում եմ Ռուբեն Հայրապետյանը զանգում էր, ասում էր, այդքան մի ասա, Նարինե ջան, օգնել ենք հասկացանք, ասեմ ես ուղղակի շնորհակալ եմ ձեզանից, դրա համար էլ ասում եմ, Թերմենջան եղբայրներ Ռուբեն Հայրապետյան եւ ամբողջ աշխարհի հայեր, շնորհակալ եմ ձեզանից, դուք եք արել, որ ես ապրում եմ։ Նարինե, իրականում շատ քիչ են մարդիկ, ովքեր ձեզպես շնորհակալ են։ Այստեղ եթերում հնչեցնելու մասին չի խոսքը։ Ես էությամբ շատ շնորհակալ մարդը, ինձ ճանաչողները դա գիտեն։ Եթե մեկը ինձ այսքան լավություն է անում, ես աշխատում եմ իմ լենագանցին կսե Յորղանիդ գյորավոտկը երկարացրու։ Ես էլ աշխատում եմ Յորղանը վերմակն։ Հա, Յորղանը վերմակն է։ Ես էլ աշխատում եմ իմ հնարավորության չափ այդ մարդուն շնորհակալ լինեմ։ Անշնորհակալ եղնելը շատ վատ բան է, երեխեք։ Ահա որ վատ բան է։ Նայնե, Անին խոսեց նաև ձեր եւ ձեր մայրիկի միջև եղած կապի մասին։ Այդպիսի կապ չկա ոչ միտեղ։ Ես Միացյալ Նահանգներում ժամանակին չեմ մնացել մամայիս խատեր, ճիշտ է, ժամանակ ինքը հիվանդ չէր, ավելի ջահել էր, 50 տարեկան էր։ Ինձ առաջարկեցին այնտեղ աշխատանք տուն, ես չուզեցի, որտեվ ես մի անգամ մամայիս ագնարկեցի մնամ թե չէ, երկրորդ օրը իմ ընկերները զանգեցին, ասում ինչ ես արել, այս կնիկը ջերմությունով բարգած է։ Եվ հետո վերջապես ես գիտեի, որ առանց իրան չեմ կարող ապրեմ։ Դրա համար ես հետ եկա, հենց իմ համերգները, իմ կաստրոլները վերջացավ, ես հետ եկա, դաժե մի ամիս շուտ հետ եմ եկել ես։ Մենք 55 տարի փեշը փեշին ապրել ենք, ես 55 տարեկան եմ, ծնված օրվանից մենք բաժանվել ենք մենակ այն ժամանակ, երբ որ ես գնում եմ հյուրախաղել։ Ուրիշ բաժանում մեր մեջ չի եղել երբեք։ Ինքը իմ կյանքն է, ինքը իմ էությունն է, ինքը իմ աշխարհը, ինքը իմ ամեն ինչն է։ Առանց իրա ես չեմ պատկերացնում այս կյանքը, ու ես ամեն օր ողբում եմ, որ ինքը հիմա հիվանդ է։
ասում են թող 100 տարի ապրի, թող ասպես նստած չքայլի, ոչինչ, մենակ ապրի։ Այդ ուրիշ ձևի կապ է։ Հիմա ես տեղ եմ, ինքը արդեն սա հարևաններին բաներ է, սրիահան է, որ ուշացավ, ինչ եղավ, ինչի չեղավ։ Նայնեմ, մի այսպիսի հարց տամ։ Հնարավոր է ժամանակին դուք այդ կապվածության պատճառով չասեմ, բայց այդ կապվածությունն էլ որոշակի առումով իր դերն է խաղացել, որ չեք ստեղծել ձեր ընտանիքը։ Իհարկե։ Ես հնարավորություն ունեի ամուսնանայի գնայի Ֆրանսիա, չգնացի մամայիս խաթեր։ Իհարկե եղել է։ Ես 3 անգամ հրաժարվել եմ ամեն ինչից մամայիս խաթեր։ Դեռ գիտեցել եմ, որ ինքը չի ապրի առանց ինձ։ Իսկ միգուցե այդքան շատ չես սիրել նա այդ տվյալ տղամարդուն թողա իր ամեն ինչ, չէ՞։ Այսինքն առաջարկել են ամուսնանա, չեմ սիրել։ Դրա համար չես գնացել, ինչ կգնայր։ Ես այն անգամ եմ շատ ուժեղ սիրել, անգամն չեմ կամ դստած։ Ապա չսիրած մարդու դուր է դա ինչ։ Ես տանկում եմ երկու մեծ սեր։ Ու վсё։ Իսկ ինչպես եք դեմ առ դեմ հանդիպում ճակատագրի այդ վատ հարվածներին, խոսքը վիրահատության մասին չէ միայն։ Հա, հասկանում եմ ինչ եք ասում։ Ժպիտով։ Լուրջ եմ ասում ժպիտով։ Իսկ երբ որ մենակ եք մնում, օրինակ Քաչանիկի հետ։ Երբ որ մենակ եմ մնում, երկու անգամ աննաս բռնացրել է, որ ես օրվանը գլխիս քաշած լացք եղնի։ Ես չեմ սիրել ցույց տալ։ Ես թաքնվեմ իմ սենյակս, երբ որ սաղ քնած են, երբ որ հեշմարտ չի տեսնի, ես այդ ժամանակ նոր կրնամ իմ էմոցիաներս իհայտ գրեմ։ Ես չեմ ուզում ոչ մամաս տեսնի, ոչ էլ իմ շրջապատող մարդիկ, որտեղ իրանք ոչ մի բանով մեղավոր չեն։ Իրանք ոչ մի բանով մեղավոր չեն, որ իմ ճակատագիրս չի ստացվել, ես հիվանդ եմ, ես տխուր եմ, ես մենակ եմ, ոչ մեկ մեղավոր չի։ Առաջին մեղավորը ես եմ։ Մի հատ բան կարող եմ ձեզ հարցնել, բայց եթե չուզեք չպատասխանեք, վահանաձև գեղձի հետ կապված խնդիր ունեք, չէ՞։ Այդ մեկը չունեմ, փառք Աստծո։ Դիաբետ ունեմ, բայց հələ այդ խնդիրին չեմ հասել։ Չեք հասնել։ Բայց շնորհակալություն։ Նայնեմ, դուք իմանալով մայրական սերը եւ միևնույն ժամանակ տեսնելով թե ձեր մայրը ոնց է վերաբերվում ձեզ եւ հակառակը, կարծում եմ շատերը տեղյակ են, որ դուք կորցրել եք ձեր երեխային։ Ու դրանից հետո Անին ասեց, որ բժիշկները արկել են ինձ երեխա ունենալ։ Անին շատ ճիշտ ասեց։ Ինձ կտրականապես արկելվել է երեխա ունենալ։ Ես ուզեցել եմ որտեգրել մերոնք չեն թողել։ Դա է ուզում հարցը։ Հա, ուզեցել եմ որտեգրել մերոնք չեն թողել։ Ինչու մտածել են, Չգիտեմ, մտածել են կեները ես իմ ինչ եղնի բան, կտրականապես մերոնք դեմ եղան։ Էշություն եմ արել, լսել եմ մերոնց։ Միգուցե այդ էր կան։ Միգուցե բարին դա էր, հա։ Ուզեցել եմ, շատ եմ ուզեցել։ Մի հատ երեխա կար, ես այդ խաղալիք նոր հանի տարաբան, հանգատուկ։ Վազեց ընկավ վզովս, մամա ասեց, ես գիտեք ինչ ավրա այդ վաղտ, Կարենչիկ էր անունը։ Ես ուզեցա ճիշտն ասած իրան որտեգրեմ, բայց ճշտեցի, որ ինքը բաբա ունի։ Իր բաբան պրոստը չի կարող բայի, մերը թողը գնացել է։ Դրա համար շաբաթ կիրակի գալիս է իրան տեսնելու ու ոչ մի ձևի չի համաձայնել, որ իր երեխուն որտեգրեն։ Ես մի քանի անգամ գնացի այդ երեխուն շատ բաներ տարաբան, բայց հետո էլ չգնացի, որտեղ էլ չէի դիմանա, շատ կկապվեի հետը, ու էլ չգնացի։ Սովորաբար, այո, որդեգրման հետ կապված կարծիքները տարբեր են եւ իրականում դեպքերն էլ են տարբեր եւ սարսափելի դեպքեր ես լսում, որ հասկանում ես, որ 1000-ից մեկն է լինում, որ շնորհակալ։ Մամա, սաղ դեմ կայնան տադիկս, նույնիսկ տադիկը սովորմածիկ, որ իմ ոչ մի բանից դեմ չի կայնե երբեք, նրա համար ես աշխարհի։ Հա։ Տադիկս դեմ կայնեց, ասած մի արա հետո կփոշմանես։ Իրականում ինչպես Անին նշեց, միգուցե բարին դա է։ Այսօր շատ երեխաներ ունեք։ Մեկ անգամ նշել եք, որ շատ երեխաներ ունեմ։ Այո։ Հարևանի երեխաներն են ձեր երեխաները։ Վայ հարևանի թորներն են իմս մեռնեմ ես դրանց։ Վայ երկու տունը չեն քժվիմ գարևանից թորները։ Աննայի աղբոր երեխեքը։
Երգորը տունը չեն ես քժվիմ գկարոդից։ Մի հատ շատ լավ ընկեր ունեմ մեր կողքի շենքը, ոնց որ ինձ հալալ ախպեր եղնի Արայիկը։ Այդ Արայիկի թորն էլ իմն ա, վա իմ աշխարհն ա։ Մոր փորի մեջ սիրում է այդ երախում։ Գնում գալիս պաչում է, ասում է, «Յա, էս երախան եպա դիծնվի եմ երանք սպասելով»։ Այն էլ մի ամսով Մոսկվա է գնացել քժվիմ գկարոդից։ Այո, շատ երեխեք քերուս տղեն է իմ տղես, տարբերություն չկա, քերուսել եմ քեզ մարդազա տղա ունեցի։ Հա, տարբերություն չկա, սաղ երեխեքը իմն են։ Սաղ երեխեքը իմն են։ 4 հատ էլ աղջիկ ունիմ, մեծ արդեն։ Հենա մեկ ընդեղ նստած է։ Նայն ինձ մեկ հարց հետաքրքրեց, ինչ եք դուք ձեր մեջ թաքցնում, որը վախենում եք անգամ ձեզ խոստովանել։ Չեմ ասի։ Ես համենայն դեպս ձեր խոսքից Կա այդպիսի բան, ես հասկանում եմ, որ կա այդպիսի բան, բայց ես ինձ իսկի չեմ խոստովանել, էդի որ մնաց ձեզի խոստովանեմ։ Կա, պես գախնիկ է կա։ Հա, մեկ է մոռացա ասեմ, իմ քուրիկ ունիմ, ես պապայիս քերու աղջիկն է։ Իր աղջիկը իմ համար մեկ աղջիկն է, որը հնստեղ չէ, Թայլանդ է փսակված, իմ աշխարհն է։ Իմ չգիտեմ, ոնց որ ես ունեցած եղնիմ այդ երեխուն, այդենց սիրում եմ ես այդ երեխուն։ Ես պատկերացրեցի, եթե դուք երեխա ունենայիք։ Ու իրակարոտից տանջևիմ գմիշտ։ Հա, ես հիմա տղես 30 տարեկան տեղնիշ։ Նայնը ինչ խնդիր էր ձեզ մոտ, որ արգելեցին մայրանալ։ Սկսվել էր դիաբետ, ես խաբար չէի, ճնշում շատ բարձր։ Ու ուրիշ ինչ բան առայժմս այդ դիաբետն ու ճնշումն էր սկզբում չէ, երեխեն ունենալուց հետո։ Առաջի տիպի դիաբետ է, ձեր Չէ, երկրորդ։ Ես փորի վրա վարնգա 9 ամսական հղի։ Այդ եղավ պատճառը, որ երեխես մահացավ, երևի թե, որտեվ այդ օրը գնացի բժշկի ստուգվա նորմալ էր, բայց երկու օր հետո ծնվելու օրներ ու երեխեն չկար։ Դրանից հետո իմ մոտ սկսվեց այդ դիաբետը, իմ մոտ սկսվեց այդ նախ ես ուժեղ դեպրեսիա տարա, 6 ամիս ես տնից դուրս չեմ եկել, աշխատանքի չեմ գնացել, տնից դուրս չեմ եկել, Պարոնյան թատրոնում էի աշխատում, երկրանգա հիշադակի Երվանդ Ղազանջյանը ասել էր, այդ երեխու աշխատավարձին ձեռ չտաք, ամեն ամիս թող գա ստանա, երբ ուշքի կգա թող գա գործի։ Բոլոր դժվարությունների մեջ, բայց այնուամենայնիվ լուսավոր կերեր ունեցել եմ, այո, ու հետո ես ռիսկ չէի անում, 5 տարի հետո, երբ որ ես ասացի չէ, ես երեխա ունենամ, բժիշկ դրականապես ասեց 80-20։ Հա, բայց ֆիտ չէ, որ լիքը դիաբետիկով հիվանդներ ունեն։ Իմը գրած է ծայրահեղ հազվադեպ դիաբետ է իմը։ Այն որ ինքը չես կրնա կառավարեց, ոչ ինսուլինով, ոչ դեղերով, ոչ քայլելով, ինքը կուզե բարձրնա, կուզե կիշնի։ Ես որ հարցրեց ծայրահեղն ինչ է ախր։ Հազվադեպ։ Ասես հազվադեպ ինչ է, հազվադեպ դիաբետը ո՞րն է, հազվադեպ ծանր։ Այն բժիշկը բացատրեց, որ չեն կրնա կառավարեն քեզ աղջիկ ջան։ Մեկ կելնի 30, մեկ կիշնի 6։ Դե արի հասկացի ինչի։ Բայց հիմի դեղեր օգտագործում են։ Հա, ինսուլինը դեղեր։ Հիմի մենակ այդ չի մի սրտի պրոբլեմն է, ոտքերս վարիկոզ է, հազիվ քայլում եմ անի ջան ես։ Ոտքերս վարիկոզ է։ Այս վերջերս կարմիր քամի տարա вообще, ոտքի սերնանից վերքեր թողեց վրան, անոթները շարքից ելած է, ճնշում, շատ բարձր ճնշում, գիշերները անքնություն սարսափելի, երեկվանից սկսել եմ տեղեր ընդունել, որ կոնե քնիմ։ Ես ու քնել եմ, զուր քնել եմ։ Բայց գիտեք, այդքան շատ խնդիրին ես լուրջ եմ ասում, բավականին երկար է կապրել։ Մեր հայր աստծո կանիցը Չէ մանից է ու նենց չոր տեղաշոր է սնգնելու, այտենց չի լինում։ Վայ Աստված ջան, քնիմ չելնիմ ամեն օրվա խնդիրս է։ Քում հա, մեծ տարիքում 80-ից լինելու է ինֆարկտ նոր։ 80-ից։ Մամա ջան, էստի ծեր տանք։ Ես ինչ կենեք իմ գլուխս 80-ից ու մամար ապրիմ կրկրամ ես։ Չես կրկրալու։ Նստածը տեղն է մեռնելու ես։ Այ էդի շատ լավ է։ Ձելևզերի թեման մեռնի։ Ո՞ր սավեք տանին։ Բայց 80 շատ լավ։ 80-ից։ Ես օրինակ միշտ մամա, միշտ Անի ջան, խնդրեմ գաստում կսեմ Աստված ջան, քանի մամաս կան ինձ մի տար։ Որտեղ իմ մամաս որ կմնա։ Իմ մամաս կխելագարվի։ Քանի մամաս կա, ինձ է բայ։ Մամաս գնաց է դտար։
Չէ, մամա իր Վաղ սաշտել քո գործը բեք տանես չես տանը, բայց քանի մամաս կա թող ես մամատ քանի կա դու կաս, մամայից հետո շատ երկար է սա։ Աղջի լսիր, տարապելու ես ձեր։ Ջանդ յուղի տարապելու ես ձեր։ Քեշ պարապ դեղնիմ չարս։ Ձեզանից գեշ պարապ եւ չար պարապ չենք սպասում եւ հաղորդման այս գեղեցիկ նոտայի վրա ուզում եմ ամփոփել ու շնորհակալություն հայտնել գալու համար։ Անին շատ լավ իրականում հուսադրող բան ասաց, իսկ եթե Անին ասում է, երբեք չի սխալվում։ Հա, բայց քիչ շատ տվավ էլի։ Ես ինչ մեղք ունեմ, Աստված է տվել, ճանատակից դե։ Փառք Աստծո, Աստծո գործերը չենք քննարկում։ Շնորհակալություն, որ դուք ամեն անգամ հիշում գալիս եք, կանչում եք ինձ, Անայդ ջան, շնորհակալություն Անի ջան, լավ բաներ ասելուն։ Իսկ մամաս երկար կապրի։ Այ չասեմ ել։ Հա, կարդի։ Նա։ Ձեր թույլտվությամբ ամփոփեմ հաղորդումը։ Всё։ Եթերում դեմ առ դեմներ, կհանդիպենք հաջորդ թողարկման ժամանակ։ Դեմ առ դեմ, այստեղ իրականությունը դառնում է սարսափելիորեն մերկ։